Հարգելիներս, մենք շարունակում ենք մեր թողարկումը։ Յուրաքանչյուր մեծ գործ ունի իր ավարտը, անկախ նրանից շատ ենք ցանկանում, թե ոչ։ Երկրի համար պայքարելուց հետո ձեր ճանապարհը տարավարտ երկիր։ Ինչպես շարունակվեց ձեր կյանքը այնտեղ։ Խորհրդայնացման հաստատումից հետո 1921 թվականին ես լքեցի Սյունիքը եւ անցա Թավրիզ։ Այստեղ հարաբերությունները դաշնակցության հետ սրվեցին։ 1921-ի հոկտեմբերին կուսակցության կողմից ինձ պաշտոնապես հեռացրին։ Այնուհետև տեղափոխվեցի Բուլղարիա։ Ամերիկա գնացի 1933 թվականին եւ հիմնեցի ցեղակրոն երիտասարդական շարժում։ Նպատակն էր միավորել սփյուռքահայ հեքիաթը եւ ազգային գիտակցությունը, բայց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իմ որոշ քայլեր համարվում են հակասական, որոշ աղբյուրներ հիշում են համագործակցություններ կամ առաջարկություններ, բայց այս թեման շարունակում է վեճ հարուցել պատմաբանների մեջ։ Հետո ինձ կասկածեցին, ինչպես մինչ այդ նշեցի Գերմանիայի հետ գաղտնի գործողությունների մեջ։ 1944 թվականի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտել են Բուլղարիա։ Դուք գիտեիք ձեզ ինչ էր սպասվում։ Այո, ես գիտեի, թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չի ենթարկվեն մեր կազմակերպությունները։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ։ Այսօր կյանքի ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու հայրենիքիս։ Կասկածանքի արդյունքում ինձ ձերբակալեցին։ 1948-ից 1952 թվականներին գտնվել եմ Վլադիմիրի բանտում, այնուհետև մինչև 1953 թվականի ամռանը Երևանի բանտում։ Երկրորդ անգամ Երևան բերելը ես դիմում եմ գրել խորհրդային ղեկավարությանը, առաջարկելով իմ միջնորդությունը դաշնակցության եւ խորհրդային իշխանության միջև հասկացողություն եւ գործակցություն ստեղծելու համար։ Այնուհետև ինձ նորից տեղափոխել են Վլադիմիր։ Այդ տարիներին ես պահում էի իմ համոզմունքները, ընդունելով, որ կյանքը ավելի կարճ է, բայց պայքարը շարունակական է։ Ահա եւ վերջ։ Այսօր մենք ճամփորդեցինք մի մարդու, ում կյանքի մեծ մասը անցավ պայքարի մեջ։ Մենք ներկայացրեցինք փաստեր, պատմություններ, պատմական ակնարկներ, իմացանք նրա մոտիկից։ Այսօր դուք ծանոթացաք պատմական եւս մեկ էջին, որը անվանեցինք Գարեգին Նժդեհ։ Լսիր, տեր, հայրենազոր գաղթականն է քեզ կանչում։ Լսիր եւ մի տանիրս մեզի փորձություն, մեր սուրբ երկրեն դուրս օտարի դռանը, օտարի հացով երկար մնալուն, այլ բաց, տեր, մեզ համար միշտ բաց պայր բոլոր ճանապարհները դեպ հայրենիք, եւ մոտեցուր, տեր, ո փութացուր երջանիկ կորը մեր դարձի։